Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Ամփոփում ենք հունիսի 7-ի իրադարձությունները, հետընտրական վիճակն ենք գնահատում։ Բա, հեյ պարոններ, ականջարեք թափառական աշողին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խաղին։ Դե ինչ, ընտրությունները համարենք կայացած, գիշերվա իրադարձությունները իհարկե միանշանակ հակաժողովրդավարական էին, բայց եւ այնպես Հայաստանի Հանրապետությունում իշխանական լեգիտիմությունը բխում է ոչ այնքան ՀՀ քաղաքացուց եւ ընտրողից, որքան արտաքին ուժերից եւ դերակատարներից։ Հայաստանի Հանրապետությունում ապօրինությունների թույլատրելիությունը իշխանությունները ստանում են ոչ թե իրավապահ մարմիններից, անկախ սահմանադրական մարմիններից, ինչպիսին է օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ստանում են մակրոն-մուկրոններից եւ Ռուսաստանից իհարկե։ Այս ամեն ինչի մեջ նախապես արդեն ասել եմ, որ կա Ռուսաստանի կողմից հավանություն Նիկոլ Փաշինյանին։ Բայց ես ուզում եմ մի քիչ լուրջ բաներից խոսանք ու ես գիտեմ, որ մի զգալի մասի համար այս լուրջ թեմաները այնքան էլ քիմքին հաճելի չի լինելու։ Ժողովուրդ, սահմանադրական մեծամասնություն չկազմեց Նիկոլ Փաշինյանը, վատ չի։ Իհարկե լավ չի, որ իշխանություն կազմեց, բայց քաղաքացին ընտրողները իրենցից անհրաժեշտ ամեն բան արեցին, մեծ մասնակցություն ապահովեցին եւ իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ իրենք քաղաքականապես ակտիվ են, իրենք ծույլ չեն, անբան չեն, իրենք ով փալան մենք էշ, ով էշ մեկ փալան չեն, իրենք նաեւ ասեցին, որ խնդիրը էլիտաների, քաղաքական էլիտաների դաշտում է, արձանագրենք, որ խնդիր ունենք քաղաքական էլիտաների դաշտում։ Ցանկացած պահի, որի ժամանակ քաղաքական էլիտաների դաշտում եղած հարցերը լուծված կլինեն, կլուծվի նաև իշխանափոխության հարցը։ Ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը կանգնած է, ժողովուրդը տեր է, քաղաքացին ազգը տեր է, կանգնած է, պատրաստ է։ Ես ինձ անհամեստություն ունենամ այդ քաղաքական էլիտաներից այսպես մի փուճուր մաստիկ համարեմ եւ խոսեմ այդ դիրքերից։ Եթե դες վերլուծությունն է հետաքրքիր, ասեմ Նիկոլ Փաշինյանը եթե 40% ձայն էլ հավաքեր եւ միասնական ընդդիմությունը 2%-ով նրանից պակաս ձայն հավաքեր, Նիկոլ Փաշինյանը էլի հաղթելու էր, այդպիսին է մեր սահմանադրությունը։ Այլ բան, եթե այդ բաշխվածությունը լիներ ի վնաս Նիկոլ Փաշինյանի, բայց այդպիսին է մեր սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունը գիտեք ոնց է, որ եթե նույնիսկ 20% ձայն հավաքի Նիկոլ Փաշինյանը, 15% ձայն հավաքի ընդդիմությունը հավաքական, այն մնացած ձայները անցողիկ շեմը չհատեն, այսինքն փոշիացվեն, ապա էլի դարձյալ ըստ մեր սահմանադրության այդ 20%-անոց ուժը հաղթում է։ Նիկոլ Փաշինյանը 700,000-ի կարգի ձայն է հավաքել Հայաստանի Հանրապետությունում։ Երևան, ձեր ցավը տանեմ, ամենա ամբիցիոզը այնուամենայնիվ Երևանն է։ Երևանը ցույց տվեց 42% Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր այն տեղերում, որտեղ 50%-ը չի անցել Նիկոլ Փաշինյանը, այդ բոլոր տեղերում կարելի է համարել, որ ողջամտությունը հաղթել է։ Հանդգնությունը, հավակնոտությունը, քաղաքացիական հաղթել է։ Երևանը այդ տեղերից է, երևի միակ տեղն է, չգիտեմ էլ որտեղ, իհարկե առանձին գյուղերում եւ բնակավայրերում էլի Նիկոլ Փաշինյանը 50%-ի շեմը չի հատել։
Եվ եթե միջինացնենք ու ասենք, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը 50%-ի շեմը չի հատել, 49%, 49 ինչ որ բան ընդենք, ապա կարելի է ասել, որ ամբողջ Հայաստանը միջինացված Նիկոլ Փաշինյանին հաղթել է։ Հիմա մնում է Նիկոլ Փաշինյանին փոխարինել ումով, ումոնցով, ովքեր են, որ պիտի հայտ ներկայացնեն իրական Նիկոլ Փաշինյանին փոխարինելու։ Ես հիմա բաներ կասեմ, որ իմ քաղաքական ընկերներին էլ դուր չի գա։ Շատ շատերին դուր չի գա, բայց ինչպես ասում եմ, мне պոֆիգ ժողովուրդ։ Ուրեմն առաջին կկրկնեմ 2006 թվականի հարցազրույցի Վանո Սիրադեղյանի ասած խոսքերը, որ եթե ուզում եք տենց զուտ դեմոկրատական ուժերով գնաք ինչ-որ բան անեք, ապա հիշեք, որ դուք նույնիսկ ծեղամասերում ընտրական ձեր դիտորդներին մի բուդերբրոդով ապահովելու հնարավորություն չունեք, որ մնաց ամիսներ շարունակ լինեք մեծ ընտրապայքարի մեջ։ Եվ Վանո Սիրադեղյանն առաջարկում է բուրժուա դեմոկրատական հեղափոխություն, այսինքն ազգի բուրժուйները եւ ազգի քաղաքական ինտելեկտուալները պետք է համագործակցեն։ Սա է լուծումը։ Բանտեր գցելով, գործ սարքելով, ցանկացած մի քաղաքական ուժ, որը ի հայտ կգա ու կփորձի, ցանկացած ինտելեկտուալ, Գուրգեն Սիմոնյանը իր YouTube-յան դիտումներից մի 3 անգամ ավելի քիչ ձայնը հավաք է։ Գուրգեն Սիմոնյանը դա անհասկանալի բան է։ Առանձին կանդրադառնամ ուժերին, միայն ընդհանուր sense մի բան ասեմ, տղեկ, աղջիկներ, գոնե հիմա տեսակ չէ, որ դուք ձեզանից ամենայն հարգանքով, իրական ջունգլիում, իրական քաղաքականության մեջ ոչինչ չեք ներկայացնում, ես էլ ձեր հետ։ Մենք մեզանից իրական քաղաքականության մեջ ոչինչ չենք ներկայացնում։ Գոնե հիմա ժամանակն է հասունանալու եւ տեսնելու, որ այն շարքային հողագործից մինչև Մակրոն, եթե կապերդ, հնարավորություններդ, կոնտակտներդ հաստատած չեն, դու լուրջ քաղաքականություն, մեծ քաղաքականություն մտնելու եւ հաջողելու հնարավորություն չունես։ Այսինքն շատ քիչ է լինել ուղղակի ազնիվ, մաքուր, ամբից, խելացի, ճարտասան քիչը։ Դու չես կարող այս խաղի մեջ մտնել, եթե մաֆիայի հետ կոնտակտ չունես։ Դու չես կարող այս խաղի մեջ մտնել, եթե սրբերի հետ կոնտակտ չունես։ Այս խաղի մեջ մտնելու եւ հաղթելու, հաջողելու համար դու պիտի բոլորի հետ, քրեականից մինչև սրբադասված, զինվորականից, բժիշկ, հողագործ, ֆերմեր, ճարտարապետ, բոմժ, սաղի հետ դու պիտի կոնտակտ ունենաս երկրում եւ արտաքին աշխարհում, գերտերությունների մասշտաբում։ Այսպիսին է այս խաղը, ցավոք սրտի։ Արձանագրում եմ ցավով, բայց սա է մասշտաբը, որը պետք է ունենա քաղաքական գործիչը եւ ուժը այս տեսակ խաղերի մտնելու համար։ Սա մեր բոլոր սկսնակներին ու ջահելներին, ովքեր հայտ ներկայացրեցին։ Ինչ վերաբերում է փողատեր օլիգարխներին, եթե դու տնտեսական աշխարհում էլիտա ես, դա չի նշանակում դու կարաս էլիտա լինես քաղաքական աշխարհում։ Դրանք տարբեր զբաղմունքներ են։ Քաղաքական գործիչ լինելը եւ բիզնես, տնտեսական գործիչ լինելը, դրանք տարբեր աշխարհներ են, տարբեր կանոններ են։ Դրանք տարբեր տաղանդ են պահանջում, իրարից տարբեր տաղանդ, ջանք, ինտելեկտ, մտածելակերպ են պահանջում։ Դու չես կարող 3-1-2 մի քանի միլիոն կամ մի քանի 100 միլիոն դոլարով մտնես ու քո ուզածը անես, որովհետև դու չես մտնել շուկա։ Սա շուկա ինստիտուտից շատ ավելի հեռու այլ բաներ կա, այսինքն ձեզ էլ պետք է ըստեյության, հարգելի բուրժուйներ, ձեզ էլ պետք են քաղաքական տաղանդավոր կերպարներ, որոնց դուք կաջակցեք, նրանք էլ ձեզ կաջակցեն։
բուրժուա դեմոկրատականը Վանոյի ասած։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հետ փորձեց այսպիսի բան անել, Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, հետապնդումներ սկսելով Ծառուկյանի հանդեպ։ Ծառուկյանը երևի ամենաշատ հետապնդումների ենթարկված քաղաքական եւ բիզնես գործիչն է Հայաստանում։ Երևի այսպես խոսքի մեջ ուղղակի ասում եմ։ Էսա ձևը, սա իհարկե շատ-շատերին դուր չի գա։ Շատ-շատերը կասեն Հայկ ինչ ես ասում, ինչ ես խոսում, բան։ Չէ, էսա ձևը։ Ես սենց եմ մտածում։ Այսօր տենց եմ մտածում ու չգիտեմ ինչ պետք է լինի, որ ես ուրիշ ձև սկսեմ մտածել։ Իսկ եթե նույնիսկ դու Զելենսկու նման, Նիկոլի նման, Սահակաշվիլու նման սկսում ես ինչ-որ զրոյական կետից, գալիս ես ինչ-որ լրիվ ուրիշ ոլորտից, կարծես քաղաքականապես մաքուր, առաջին հայացքից առանց կոռուպցիոն սխեմաների եւ հանցավոր ուժերի հետ կապի մեջ չլինելով, ապա հենց հասար բարձր պաշտոնի, հենց հասար ու մտար մեծ քաղաքականություն, ապա շատ արագ դու այդ կապերը պետք է վերականգնես ու պետք է խաղաս հենց այդ միջավայրում։ Իսկ թվում ավելի արդար կլինի սեփական ընտրողի, սեփական քաղաքացու եւ համակիրների հետ այսինքն իմ նման նստել ու ես գլխից ասել, թե ինչի մասին է այս խաղը։ Իսկ սկզբանե ասել, որ օրինակ մաֆիայի պարագլուխների հետ դու նստելու ես ու բանակցես։ Ոչ թե գնալու ես իրանց ձերբակալելու։ Ձերբակալելու ես ինչ-որ չգրված օրենքներ կամ պայմանավորվածություններ խախտելու դեպքում։ Բայց ես գլխից իմանալով, որ նրանք մաֆիայի պարագլուխ են, դու նրանց ձեռ չես տալու։ Բայց նրանք էլ ձեռ չեն տալու պետությունն ու քաղաքացուն օրինապահ մարդուն ձեռ չեն տալու։ Դուք սենց պայմաններ եք կապելու։ Ու սենց բանակցություններ ես վարելու այլ ավելի խոշոր մաֆիոզների հետ, որոնք տարբեր երկրների նախագահներն են, Եվրամիության, Մաքսային միության պաշտոնատարներ են։ Նրանք այլ ավելի խոշոր մաֆիոզներ, այնքան այն մեր կինոներում տեսած մաֆիոզները, ասենք Վիտո Կառլեոնեն։ Վիտո Կառլեոնեն սովորական շարքային մի բան է, պոլիտիկական մաֆիոզների համեմատ։ Բայց սա է դաշտը։ Ու եթե ուզում ես մտնես, ուրեմն սենց պետք է խաղաս։ Ստեղ կարելի է ունենալ սկզբունքներ, ցանկացած քրեական աշխարհում կան սկզբունքներ, մարդիկ պահում են սկզբունքները, ցանկացած աշխարհում, բժշկական աշխարհում, եկեղեցական աշխարհում, հավատացյալների մեջ, միշտ ամեն տեղ կան սկզբունքներ։ Կան ոլորտներ, որտեղ քիթը չես խոթում ոչ մի դեպքում, եւ կան ոլորտներ, որոնք թույլ չես տալի որևիցե մեկը քիթը խոթի ոչ մի դեպքում։ Ինձ թվում է լավ քաղաքական պետական գործիչը սա է, ով հասկանում է որտեղ է պետականը սկսում, որտեղ է հանրայինը, որտեղ է հանրային բարիքը եւ ոչ մի դեպքում թույլ չի տալի, որ դա մսխվի կամ գողացվի կամ չգիտեմ ինչ արվի։ Բայց հասկանում է նաեւ, որ մի խոսքով ամեն ինչ այնքան պարզ ու շիտակ չի, ինչպես ներկայացնում ենք մենք կամ ինչպես ներկայացնում են մեզ։ Հիմա ինչ կանեի ես, հələ որ որպես ծրագիր, որպես իդեա։ Ընտրություններն ավարտվեցին։ Ես արձանագրում եմ հետևյալը։ Հայաստանում կարծես թե նույնիսկ հստակ ուրվագծվում է խոշոր երկու քաղաքական թև։ Եթե մենք հիշենք, միշտ էլ այդ երկուսի մեջ է պայքար եղել, ու Ռաֆի Հովհաննիսյանի ժամանակները չհաշվի չառնենք, հա։ Գոնե վերջի շրջանում, արդեն Նիկոլից հետո, երկու թևի մեջ է պայքար գնում։ Այս էլ երկու թևն են, որ եսիմ նշած օրինաչափությունները 5 մատի պես գիտեն ու պահում են։ Ու դրա համար իրենք հաջողում են ու դրա համար իրանք են խաղում, ոչ թե մենք։ Եվ փոխանակ գրավիտացիայի դեմ պայքարելուն, միգուցե գրավիտացիան մեր հաշվարկների մեջ մտցնենք, այդ դեպքում կկարողանանք Իլոն Մասկի պես են հրթիռը ստանալ կամ դրան մոտ մի բան ստանալ, որ մարդկությունը ստացել է։ Այսինքն գրավիտացիան կա, ընդունենք որպես բնական երևույթ, կա, դրա դեմ պետք չի պայքարել։ Դա պետք է հաշվարկների մեջ մտցնել, որպեսզի հաջողես։ Նույն կերպ այս մեծական ձաձաների խաղերը կան։ Դրանք անբարոյական են, այո։ Դրանք չափազանց պրագմատիկ են, այո։ Դրանք որոշ տեղեր կրիմինալ են, այո։ Եվ ուզում ես խաղաս, թե չէ։ Մտնում ես այդ թեմաների մեջ, թե չէ։
Դրանք չեն փոխվելու։ Դրանք երբեք չեն լինելու բացարձակ թափանցիկ, բացարձակ օրինական, բացարձակ բարոյական։ Դրանք տենց երբեք չեն լինելու։ Նույնիսկ ոչ բացարձակ։ Գերազանցապես թափանցիկ, գերազանցապես բարոյական եւ գերազանցապես իրավական, դրանք չեն լինելու երբեք։ Դրանք միշտ լինելու են այնպիսին, ինչպես դրանք կան, բնական վիճակում, ջունգլի վիճակում, միշտ եւ միշտ մշակույթով, քաղաքակրթությամբ, ինտելեկտով, օրենքներով փաթեթավորված են լինելու կամ այսպես պարուրված են լինելու։ Հիմա ժողովուրդ Ամերիկայի օրինակ էլի էտալոն է ինձ համար։ Ոնց կա հանրապետական եւ դեմոկրատական կուսակցություն։ Ամերիկայի հիմնադիր հայրերը ատել են կուսակցականությունը եւ ֆրակցիոնիզմը։ Ատել են։ Ամեն ինչ արել են, որ կուսակցություն չձևավորվի։ Բայց վերջ առաջ բնական ընթացքը բերեց դրան, որտեղ ամեն կուսակցություն տիրապետում է եւ ֆինանսական, եւ քաղաքական, եւ ինտելեկտուալ լրջագույն ռեսուրսների։ Ու սրանով է կենսունակ կուսակցությունը, ասենք հանրապետականը կամ դեմոկրատականը, որ տիրապետում է այս ռեսուրսներին։ Այնտեղ ոչ թե կուսակցության նախագահի շուրջ է հավաքվում, այլ ցանկացած կուսակցություն, որպես թիմ, որպես խումբ, հավաքում է երկրում տարբեր տաղանդավոր սկսնակ գործիչների, աշխատում է հետները, վերբովկա է անում, օժանդակում աջակցում է, կայացնում է եւ այդ հիմնական գործիչներով խաղում է։ Որը այդ գործիչներին դուր չի գալի այդ կուսակցության պահվածքը կամ քաղաքականությունը, փոխում է գնում է այն մյուս կուսակցությանն է միանում։ Սա հատկապես վերաբերվում է հատկապես այդ կուսակցության կազմի մեջ եղած տնտեսական գործիչներին, բիզնեսմեններին։ Նրանք հեշտ են փոխում ճամբարը, այսպես ասած։ Բայց քաղաքական դեմքերը, իդեոլոգիական դեմքերը, նրանք ճամբարափոխություն հեշտ չեն կարող անեն, որտեղ արդեն անլուրջ են դիտվում, կորցնում են իրենց հեղինակությունը։ Հիմա Հայաստանում արդեն իսկ ձևավորված է այս երկու թևը, ուրվագծվում է, ոչ թե վերջնականապես ձևավորված, այլ ուրվագծվում է։ Ուրվագծվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլշևիկ է, ձախական է, պոպուլիստ սոցիալիստ է։ Դա ուրվագծվում է։ Երևում է, որ Արմեն Բաբաջանյանը նրա հետ գնում է։ Երևում է, որ Արամ Սարգսյանն է նրա հետ, Շիրինյանը առանց Բաբաջանյանի նրա հետ գնում է։ Ու էլի լիքը քաղաքական ուժեր, էքսպերտներ, բան սենց Եվրոպամետ հիմնականում։ Դա Եվրոպամետ չէ, դա ձախական է։ Դա կոչվում է ձախականություն։ Քաղաքական գաղափարախոսությունների սպեկտրում դա կոչվում է ձախականություն։ Իմ բառապաշարով կամ իմ մտերիմներից մեկի բառապաշարով դա շակալների ոչն է։ Նրանք այդպիսին են։ Նենգ են, մեղմ են, քնքուշ են, դավադիր են, ծածուկ են, նախանձ են, միայնակ ոչ մի բան են, բոլոր գործողությունները անում են հոտով, մանիպուլացիաներով, վարկաբեկելով, սենց են նրանք։ Կամ մի ուրիշ թևը, աչական թևը։ Ուզենք թե չուզենք, աչական թևի մեջ հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ առավել հարգալից եւ ավելի մեծ կապերի միտված գործիչները։ Ուզենք, չուզենք, տենց է։ Սրանք աչականներն են, պահպանողականներն են, ինդիվիդուալիզմ են գնահատում, այդ ինդիվիդուալիզմը ինչով է, նես չի որ ամեն քայլափոխ երևում է։ Հարուստ մարդ է, ուզում է հարուստ լինի, մտածում է, որ օրինակ ՔՊ-ում Խաչատուր Սուքիասյանը, նա աչական է, նա ձախական չի։ Խաչատուր Սուքիասյանը այդ ժողովրդի հետ խառնված է, իդեոլոգիական ոչ մի կապ չունենալով նրանց հետ։ Բացառապես շահեր։ Օրինակ։ Հիմա աչականը միայն տնտեսական ոլորտում չի, իդեոլոգիական ոլորտում էլ են աչական։ Ինդիվիդուալիզմ եւ եղած ինստիտուտների, հատկապես հարյուրամյակներով եւ հազարամյակներով ձևավորված ինստիտուտների հարգանք եւ պահպանում։ Ընտանիք, եկեղեցի եւ այլն։ Ձախական ուրվագծվում է, աչական ուրվագծվում է։ Դուրներդ գա թե չգա, ընդդիմության մի զգալի մասը, որ այսօր պարտվել է, աչականների մեջ է։ Հայ ազգային կոնգրեսից սկսած, Քոչարյան, Տաշիր, նույնիսկ Գուրգեն Սիմոնյան,
Թաթոյան, սրանք աչականներ են։ Հիմա ինչ կանեի ես։ Այս ժողովրդին կհավաքեի իրանց ներկայացուցիչներով, կասեի գելը զրուցենք ժողովուրդ ջան։ Այն պարլամենտում մանդատ կդնեք, չեք դնի, կվերցեք, կծալեք, հələ դա մի կողմ։ Մի հատ եկեք հասկանանք, մի ամբողջական, աչական, քաղաքական ուժ ձևավորվում է, թե չէ, դա պետք չի թղթի վրա գրված լինի որպես կուսակցություն։ Դա պետք չի ինչ-որտեղ գրավոր ամրագրվի որպես դաշինք։ Դա գոնե կլուբի մակարդակ պետք է լինի, որտեղ ամբիցիաներ կան սեփական պետություն ունենալու։ Ամբիցիաներ կան սեփական պետություն ունենալու։ Այդ կլուբից քաղաքական դաշտում էլ երբեք չեն երևում բոլոր նրանք, ովքեր նախկինում այս կամ այն չափով քաղաքականության մեջ եղել են կամ պետության մեջ բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել։ Էդմոն Մարուքյանը էլի, բայց Էդմոն Մարուքյանը ես չեմ դիտարկում որպես, առաջ դիտարկում եմ, հիմա չեմ դիտարկում որպես տենց հնաբնակ։ Կարպիսը աչական ուժ պետք է ձևավորվի։ Աչական ուժերը պետք է իրար հետ լեզու գտնեն։ Այդտեղ կա համ լիքը փող գործողությունների համար, չեմ ասում աչուձակ ցնցնելու համար, դրա մասին չի խոսքը աբսոլյուտն է։ Չեմ ասում փողտան վճար, դրա մեջ կան լուրջ կապեր քաղաքական։ Եվ դրա մեջ կարա լինի ահռելի մեծ քաղաքական իդեա, իդեոլոգիա, օրինակ նախագահական հանրապետություն, երկպալատ պարլամենտով եւ այլն։ Դա կարա լինի ու այսօր ես գոնե տենց եմ տեսնում, եթե դուք ուրիշ բան եք տեսնում, չգիտեմ։ Միգուցե ես միամիտ եմ, նայվ եմ, բայց այս մարդիկ պետք է նստեն նախ մի անգամ գոնե իրար հետ խոսան սրա մասին։ Այն ինչ հայտարարել են միջևես, այն ինչ երթվել են միջևես, այդ սա հələ դրեք մի կողմ։ Այսօր պետք է աչական ուժերը հավաքվեն, թեկուզ 5 տարի հետո յա նոր ընտրություն լինելու, թեկուզ ընթացքում հեղափոխություն ալու, կապ չունի ինչ ալնելու։ Աչ պահպանողական ուժերը, ազատական պահպանողական ուժերը պետք է համախմբվեն մի քննարկման շուրջ, մի օր, մի անգամ, թող դա լինի 8 ժամյա քննարկում, առավոտից մինչև իրիկում, պերերիվով բանով, բայց sense մի բան պետք է կազմակերպվի։ Ու այս ամբողջ նախաբանը, որ ես խոսացի, այս սրանից առաջ, այս ամբողջ նախաբանը սաղ պետք է լսեն ու մի հատ դադարեն, բերանները սրբեն կաթից, այն որ ուտում են ազնվության, մաքրության, թափանցիկության, այդ կաթը մի հատ սրբեն, դնեն մի կողմ ու գան նստեն խոսան տենան ինչ կա չկա վաբշե։ Ով ոնց է նայում, ով ոնց է մտածում։ Եվ սա իդեալական կլինի, որ լինի քաղաքական սերնդափոխության կոնտեքստում։ Թղթի վրա ոչինչ արձանագրել պետք չի։ Բայց պետք է աչական քաղաքական ուժերը իրանց սաղ բջությամբ, իրանց սաղ շահամոլությամբ, շահախնդրությամբ, հաշվենկատությամբ եւ այլ, այդ ամեն ինչով հանդերձ սրբեր չկան, չեն էլ լինելու, մոռացեք, չի լինելու։ Առնվազն թե սրբեր էլ կան, չեն ուզում խաչվեն։ Եթե ուզում են խաչվեն, ոչ ոք բանի տեղ չի դնում նրանց խաչելությունը։ Սենց հարգելի քաղաքական ուժեր, այսօր ոչ մեկի ոչ կզանգեն, ոչ կոնտակտուս կգան, ոչ մի բան, բայց խնդրում եմ ես մի հատ տարածեք էլի, ասեմ ու միջև, երկրորդ համար, բոլորին դեմ եմ, չնայած ընդ տարբեր, ամենատարբեր ուժեր կան, բայց բոլորին դեմ եմ, երրորդ համար, տաշիր Սամվել Կարապետյան, Չնայած այդ մարդիկ կարող գլուխները խառնա գնում են պարլամենտ, բայց պետք է որ ըստ էության էական չափով մասնակցություն ունենան, ներկայացվածություն գոտե պետք է ունենան նման քննարկման մեջ։ Էլով էր։ Հետո Հայկոն էր։ Մի խոսքով հաթաթ չտվերակեմ, Հայկոն մի քիչ ձախական է, չգիտեմ Հայկոից ինչ կստացվի, բայց Հայկոն ձախական է։ Սոցիալիստ է, էլի, բոլշևիկ է։ Մի քիչ այտենց բոլշևիկ չի, չէ, մի քիչ սոցիալ-դեմոկրատ է, հա, այսպես։
Աջական ուժերը պետք է հավաքվեն, նստեն, քննարկեն։ Խնդրում եմ, այս վիդեոն տարածեք, շատ եմ խնդրում։ Իմ թանկագին խաթերի համար այս վիդեոն տարածեք, թող նայեն։ Ես ոչ ոքից ոչ մի բան չեմ խնդրում։ Ցանկացած ուժի ես ունեմ տալիք, առաջարկելիք, ստանալիք չունեմ, քավլիցի։ Ոչ մեկից, ոչ մի քոր կոպեկ անգամ ես չեմ ուզում։ Չեմ ակնարկում։ Զորով տանել չեմ վերցի։ Ես գիտեմ իմ ճակատի քրտինքով, իմ վիզ դնելով ոնց իմ անձնական կյանքում բավականին լավ արդյունքների հասնել։ Ես երկրի մասին եմ խոսում, ազգի մասին եմ խոսում, պետության մասին եմ խոսում։ Աջական, ազատական, այսինքն ինդիվիդուալիզմ գնահատող, ոչ բոլշևիկ, եւ պահպանողական, այսինքն ամեն նորարարություն ամբողջ ազգի գլխին որպես էքսպերիմենտ չփաթաթող։ Թերևս այսքանը։ Իսկ թե ինչքանով ես կամ իմ ընկերները ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել, եթե համաձայն կլինեն։ Ինչ ենք մեզնից ներկայացնում, հիմնադիր կետը եմ կայքում, մտեք, կարդացեք պետության նախագիծ 60 էջը եւ կամ սահմանադրության նախագիծ, դա էլ մի 10 էջը։ Մտեք կարդացեք։ Նես չի որ մենք ամենասուպեր-պուպեր բաներն ենք անում, բայց տեսեք, մենք մեր ոչ հմուտ քաղաքագետ լինելով, ոչ առանց նեղ մասնագիտական գիտելիքների ու կրթության, տեսեք ինչի ենք ունակ։ Մենք գաղափարներ ունենք։ Մենք կարանք ցանկացած դեբատում մեր տեսակետը բավականին լավ հիմնավորել։ Բայց սա ոչ մի բան է քաղաքական պայքարում։ Ինչպես ոչ մի բան է ձեր միլիոնները, որ դուք ունեք։ Եվ այստեղ բուրժուա դեմոկրատական մի զիբիլ պետք է։ Վանուն ասում, ես չեմ ասում։ Ես ուղղակի կարդում եմ ու մտածում եմ, որ երևի թե արժի ականջալուր լինել։ Եվ սա մեծ հնարավորություն է, այս դասը ինձնից նեղանում են։ Անձերի ամբիցիոզությունը թույլ չի տա, ասում Սրբուհին, ստեղ ամբիցիաները բավարարելու տեղ է լինում, սա ոչ թե ամբիցիաները թույլ չի տա, այլ ոնց թույլ կտա։ Ժողովուրդ ճիշտ կազմակերպված խելքի տալը, ճիշտ կազմակերպված համագործակցությունը թույլ է տալիս բավարարել բոլորի ամբիցիաները։ Յուրաքանչյուրով այդ համագործակցության մեջ, այդ խաղի մեջ կա, իր ամբիցիաները դրանով բավարարվում են։ Տեսեք ինչ է լինում։ Ամբիցիաներով գնացին մարդիկ, մտան խնդրապայքարի մեջ, որևիցե մեկի ամբիցիան բավարարվեց, ոչ։ Տեսար։ Այս որ ձերձերի տային կբավարարվեր։ Ամբիցիան միշտ է կարելի է կառավարել, ուղղորդել եւ արդյունք ստանալ։ Բայց փողն ու ինտելեկտը, փողն ու քաղաքական ինտելեկտը պետք է կպնեն իրար։ Նույնը ժողովուրդ գիտության մեջ է, փողն ու տեխնիկական, տեխնոլոգիական գյուտերը չկպան իրար, Իլոն Մասկի արհեստական բանականության մյուս աշխարհում մի բան ցույց տվեք, որ փողն ու ինտելեկտը իրար հետ չեն արդյունք տալի։ Չկա տես բան։ Չկա։ Դրանք միշտ իրար հետ են արդյունք տալի, միշտ։ Ոնց որ թե տենց է, էլի լավ, ես միգուցե շատ եմ բացարձակացնում, բայց ոնց որ թե տենց է։ Նույնը էստե է։ Փողն ու քաղաքական ինտելեկտը պիտի կպնեն իրար, բայց ոչ թե փողը տենց սիստեմայով կաթա էլի անընդհատ, դրա մասին չի խոսքը։ Այդ փողի հետևը կապեր կան, կոնտակտներ կան, շփումներ կան։ Այդ փողի հետևը լիքը բան կա։ Ու այդ ինտելեկտն էլ իր հերթին մեծ մուլտիպլիկացվող, բազմապատկվող էֆեկտ ունի։ Ժողովրդական զանգվածներ ներառող էֆեկտ ունի։ Մեր ժողովուրդը 3 մեզ քվեարկեց 42% ձայն տվեց Նիկոլին Երևանում եւ 49% բոլոր չարաշահումներով թոշակը որպես ընտրակաշառք օգտագործում այդքան պոպուլիզմով, այդքան ամբողջ հանրայինի եթեր իրանց տակ տալով 49% ամբողջ հանրապետությունում մեր ժողովուրդը, մեզ ծնած ժողովուրդը մեզ ասում է արա, իրար արի, մի բան արա, ես կայնած եմ, ես պատրաստ եմ, դու պատրաստ չես։ Դու քաղաքական էլիտա, դու պատրաստ չես, դու չկաս այդքան, ես կամ։
այսքան ծեծվելուց հետո, այսքան տրաքելուց հետո, այսքան արնակամ լնելուց հետո ես պատրաստ եմ վերադառնալ շարք, իսկ դուք պատրաստ եք։ Ես ես եմ լսում, ես ես եմ տենում, ու ես հայտնում եմ ես պատկերացումները ձեզ, հարգելիներս, բացի նիկոլական սատելիտներից, բոլոր քաղաքական ուժերին, բայց սա չինես չի լինելու, որ ասենք ոչ ոք չարձագանքի, մենակ ենթադրենք ես ու Էդմոն Մարուկյանը գնանք ինչ-որ բան անենք, տես չի լինի, սա պետք է լուրջ մասշտաբային համախմբում լինի, մի քննարկման համար, չեմ ասում իրար հետ ճամփա անցնենք, մի քննարկում, մի կլոր սեղան, այդ կլոր սեղանը կորոշվի, որ մի հատ էլ է կլոր սեղան պետք, կլինի մի հատ էլ կլոր սեղան, ուրիշ ոչ մի պարտավորություն, մի կլոր սեղան, բոլոր այն ուժերի ներկայացուցիչներով, ովքեր այս ընտրություններում չգրանցեցին իրաց ցանկալի արդյունքը։ Իսկ այն մնացածը կասեն ռուսամետ, կասեն այս, կասեն են, կամ դուք գիտեք, կամ թողեք այդ ին վրա։ Ես այս ժողովրդին կբացատրեմ, ես կհամոզեմ, ես կկարողանամ, եթե ինքս համոզվեմ, էլի, որ ընդ դավադրություն չկա, ես կբացատրեմ, ինձ կհավատան, դուք մենակ հանգարց իմ մոտ հիասթափություն չառաջացնեք, դավադրության տպավորություն չթողնեք, ես կհավատամ ու ես մեր ժողովրդին կբացատրեմ, դե դա թողեք իմ վրա, մեզ պետք է աչական, քաղաքական ուժ մեր քաղաքական դաշտում, ու դա պետք է սկսի մի կլոր սեղանով, կնայեմ արձագանքները, ես մի քանի օրս, տեսնեմ դուք ինչ եք անում, ինչքանով եք խառը, հետո հատ-հատ, անձամբ, բոլորիդ դիմելու եմ, տենամ ինչ եք պատասխանում, թերևս այսքանը, ամեն ինչ դեռ առջևում է, ինչպես նաև Նիկոլի փորձանքները, որ դեռ բերելու է, և եթե այդ աչական ուժը ձևավորված չեղավ, չգիտեմ դժվար է Նիկոլի փորձանքներին adekvat դիմագրավել, բայց նա բերելու է, նա բերելու է, են անորսալի վրիժարները ֆիլմի մեջ ասում է «В городе красные, господа», հիմա Ալիևը Երևանում է, Հայաստանում է, господа, բայց դե հիմա ինչ, խաղա, գործընթացա, պետք է արվի, կանենք, թերևս այսքան, եթե հարցեր ունեք ժողովուրդ ջան, չգիտեմ, հարց չկա, այս ընտրությունները վсё արդեն կայացած է, ժողովուրդն էլ իր ասելիքը մեզ ասել է, սպասում է մեր պատասխանին, մենք պետք է պատասխան ձևակերպենք, կամ ցրվենք տներով, դու գիտեք, մի խոսքով հլը որ այսքանը, մի շնորհ հանդիպում։